Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Տիգրան Աբրահամյանն է Ալֆա Նյուզի տաղավարում, բարև ձեզ։ Բարև ձեզ Գառնիկ ջան։ Սամվել Կարապետյանը անցյալ տարվանից գտնվում է անազատության մեջ, այդ ընթացքում ձեր շարժումը արդեն ձևավորվել է, դարձել է կուսակցություն, պատրաստվում եք դաշինքով մասնակցել ընտրություններին, հուշագրեր եք ստորագրում, հանդես եք գալիս տարբեր ծրագրերով եւ այդ ամբողջ ընթացքում կուսակցության առաջնորդին, վարչապետի տեխնացուին լսելու եւ տեսնելու հնարավորությունից զրկված է Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Արդյոք կուսակցությունը քննարկել է թե ինչ է անելու մինչև հունիսի 7-ին, եթե առաջնորդը ազատության մեջ չհայտնվի։ Շնորհակալ եմ լավ հարցի համար, այո ճիշտ եք նկատել, որ հունիսի 17-ից Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը գտնվում է անազատության մեջ եւ դա մի բանի մասին է փաստում, առ այն, որ ներկայիս իշխանությունները վախենում են մեր ուժեղ առաջնորդից եւ դա վկայում է նրա մասին, որ պատրաստ չեն հավասարը հավասար պայմաններում մրցել Հայաստանի ընտրողների ձայների համար բոլոր դեպքերում մենք պատրաստ ենք բոլոր սցենարներին եւ ընդամենը 65 օր անց մենք ունենալու ենք ուժեղ առաջնորդ, Հայաստանը ունենալու է ուժեղ առաջնորդ, մենք ունենալու ենք ուժեղ Հայաստան, Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ։ Եթե վատթարագույն սցենարը նայենք, եթե մինչև հունիսի 7-ը Կարապետյանը չի հայտնվում ազատության մեջ, կա արդյոք որևէ մշակված տարբերակ։ Մի անգամ մի քանի օր առաջ իմ հարցազրույցներից մեկում կրկնել էի, նաև իմ գործընկերներն են կրկնել, որ բոլոր սցենարների պատրաստ ենք, թե լավ, թե վատ, բնականաբար մեզ համար շատ նախընտրելի եւ բնականաբար շատ ավելի հեշտ կլիներ պայքարել ընտրողների ձայների համար մեր առաջնորդի ազատության պայմաններում, ազատության մեջ գտնվելու պայմաններում, սակայն կրկնում եմ, որ մենք պատրաստ ենք բոլոր սցենարներով առաջ գնալու եւ վստահ ենք մեր հաղթանակի մեջ, վստահ ենք 65 օր անց մենք ունենալու ենք ուժեղ առաջնորդ, իդեմս Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի։ Դե քանի որ դաշինքից խոսեցիք, տեսեք, հանրության ներսում կա որոշակի դժգոհություն, անգամ տարակուսանք, թույլ կտամ ասել, երբ խոսում եք դաշինքով հանդես գալու մասին, շատերը հույս էին փայփայում, որ ձեր կողքին կտեսնեն համեմատաբար ավելի մեծ, առավելապես ավելի հայտնի կուսակցություններին։ Որն էր հաշվարկը, ինչու հենց այդպես որոշեցիք։ Գառնիկ ջան, ամենայն հարգանքով Հայաստանի քաղաքական դաշտում ներկայացված բոլոր կուսակցություններին այսօր Ուժեղ Հայաստան կուսակցությունը եւ Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքը հանդիսանում է այն անդիմադիր ուժը, որը որ բոլոր սոցհարցումների, ինչպես նաեւ քաղաքացիների շրջանում արկա եւ ձևավորված կարծիքի համաձայն հանդիսանում է այն առաջատար ընդդիմադիր ուժը, որը որ կարող է ունակ է եւ իզոլու է հաղթել առաջիկա խորհրդարանական ընտրություններում եւ որ դուք նշեցիք մեծ, ես ամենայն հարգանքով չհամաձայնվեմ այդ բանման մեջ, այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության ամենամեծ անդիմադիր ուժը դա Ուժեղ Հայաստան կուսակցությունն է, ինչ վերաբերում է ձեր հարցին, ապա այո, մենք բաց ենք համագործակցության Հայաստանի քաղաքական դաշտում ներկայացված բոլոր ուժերի հետ եւ այն դաշինքը, որը որ ձևավորվել է ունեցած բազմաթիվ քննարկումների արդյունքում եւ այն ուժերը, որոնք որ ներկայացված են, մասնագիտական հանրությունն են ներկայացնում, կուսակցությունից մեկը ֆինանսական ոլորտի մասնագետներին համախմբող միավորում է կուսակցությունը, իսկ մյուսը իդեմս նոր դարաշրջան կուսակցության ներկայացված է մեծ մասամբ փաստաբանական համայնքի ներկայացուցիչներով եւ մենք միշտ ասել ենք, միշտ պնդել ենք մեր հայտարարություններում, որ մեզ համար կարևոր չէ ընդհանրապես համագործակցության մասով, թե որ կուսակցության ընդհանրապես մարդիկ անդամ կլինեն, կարևորը որ ձեռքերը մաքուր լինեն եւ իրենք պատրաստ լինեն Հայաստանի համար որևիցե ջանք չխնայել, ունենալ համապատասխան
կրթություն, բավարար գիտելիքներ, բավարար փորձ երկիրը շենացնելու եւ Հայաստանի զարգացման, ուժեղ տնտեսության, ուժեղ անվտանգության եւ բարեկեցիկ ապագային ծրագրերի մշակման մաս կազմելու։ Այսինքն նոր կուսակցություններ դեռ էլի կլինեն դաշինքում, թե եկեք ձեռնպահ մնամ պատասխանից, այս հարցին պատասխանելուց դուք տեսաք, որ օրեր առաջ մենք ստորագրել ենք դաշինքը երկու քաղաքական ուժերի հետ, դաշինքը ձևավորված է, որը որ կոչվում է Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինք, եւ օգտվելով առիթից ուզում եմ ապրիլի 11-ին կայանալիք հանրահավաքի մասին խոսել, որը որ մեր դաշինքն է նախաձեռնել։ Սիրելի հայրենակիցներ, ապրիլի 11-ին ժամը 17:00 հրավիրում ենք ձեզ Ազատության հրապարակ մասնակցելու մեծ համաժողովրդական համազգային հանրահավաքի, եւ այդ հանրահավաքում մենք միասին պետք է ցույց տանք մեր միասնականությունը, մեր վճռական կամքը եւ ուժեղ կամքը Հայաստանում բերել փոփոխություններ եւ նոր էջ բացել Հայաստանի քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտերում բերելով ուժեղ տնտեսություն, ուժեղ անվտանգություն, ուժեղ խաղաղություն Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ։ Շնորհակալություն, կներեք, այս առիթը պետք է օգտագործեի։ Եթե Փաշինյանը 2021 թվականին ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին հրավիրում էր բանավեճի, ապա այժմ իր կարճ տեսանյութերի ընթացքում ծաղրանքով է խոսում ընդդիմադիր կուսակցությունների մասին եւ կարծես թե փորձում է մի տեսակ սադրել։ Դուք սադրվում եք։ Դա վկայում է ձեր կողմից նշված անձի թուլության մասին եւ ժողովուրդը շատ լավ հասկանում է մեր ներկայիս իշխանությունները տեսնում են, որ ամիսներ շարունակ չկարողանալով որևիցե բան գտնել Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի նկատմամբ ստիպված դիմում են արդեն այդպիսի քայլերի եւ աշխատում են այդ քայլերը։ Դա բնականաբար հաշվի առնելով, որ հիմա նախընտրական շրջանը մենք շատ հանգիստ եւ սառնասիրտ ենք բնականաբար ընդունում, մենք մեր կողմից նախանշված ուղով գնում ենք եւ ամեն ինչ անում ենք, ամեն ինչ անելու ենք, որպեսզի ընդամենը 65 օր անց մենք ունենանք ուժեղ Հայաստան, ունենանք ուժեղ առաջնորդ դեմս Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյան։ Տեսեք Տիգրան, եթե սառնասիրտ եք մոտենում եւ սադրելը վարչապետի մոտ չի ստացվում, ապա հաջորդիվ Փաշինյանը կարող է ավելի խիստ քայլերի դիմել, մասնավորապես զրկել ձեզ ընտրություններին մասնակցելու իրավունքից։ Տեսեք, որ ասում եք ավելի խիստ, ես հիշեցնեմ, որ հունիսի 17-ից մեր կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը գտնվում է ապօրինի կալանքի տակ եւ ասել, որ ավելի խիստ է, այսինքն չգրանցելու մասին, եթե նկատի ունեք, ճիշտ եմ հասկանում։ Չգրանցելու կամ վերջի պահին որոշակի մեխանիզմներ կիրառելով զրկելու։ Եկեք այսպես պատասխանեմ, այն վարքյանից, եթե այն րոպեից, եթե նման որոշում կայացվի, այսինքն եթե իշխանությունները նման որոշում կայացնեն, ապա ընտրությունները վարքյանական կկորցնեն իրենց լեգիտիմությունը, ինչ վերաբերում է այդ սցենարին, ապա հավաստիացնում եմ ձեզ եւ առիթ ունեցել եմ դրա մասին խոսելու նաեւ իմ թիմակիցները, մենք բոլոր սցենարներին պատրաստ ենք։ Միևնույն ժամանակ ուզում եմ նաեւ նշել, որ այսօր հայ ժողովուրդը, մեր ժողովուրդը, Հայաստանի քաղաքացիները թույլ չեն տալու օրենքով սահմանված եւ իրենց վերապահված իրավունքները, սահմանադրությամբ իրենց վերապահված հիմնարար ազատությունները իրականացնելու գործում, այն է Հայաստանի Հանրապետության վարչապետ, Հայաստանի Հանրապետության ազգային ժողով ընտրելու գործընթացին խոչընդոտելու եւ համոզված եմ, որ օրենքով սահմանված կարգով բոլոր գործիքները ժողովուրդը օգտագործելու է, որպեսզի 65 օր անց մենք ունենանք ուժեղ առաջնորդ դեմս Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի։ Սամվել Կարապետյանի մասին խոսելիս կամ ակնարկելիս Նիկոլ Փաշինյանը օգտագործում է ռուսաստանաբնակ օլիգարխ արտահայտությունը։ Ասացեք, խնդրեմ, Սամվել Կարապետյանը օլիգարխ է։
Սամվել Կարապետյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Սամվել Կարապետյանը Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտ է եւ ի տխրություն ձեր կողմից նշված անձի Սամվել Կարապետյանը Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետն է։ Եվ ամենաուշագրավ հատվածը, ամենայն դեպս հասարակության որոշ հատվածի համար սա առավել քան ուշագրավ էր, երբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Փաշինյանի հետ հանդիպմանը առանց անուններ հիշատակելու հույս հայտնեց, որ ռուսամետ կուսակցությունները եւս կկարողանան մասնակցել ընտրություններին։ Փաշինյանն էլ հիշեցրեց Կարապետյանի ռուսական անձնագիր ունենալու հանգամանքը էլի առանց անուններ հիշատակելու եւ այն, որ միայն Հայաստանի Հանրապետության անձնագիր ունեցող քաղաքացիները Հայաստանում կարող են հավակնել բարձրագույն պաշտոնների։ Տեսեք Տիգրան, իշխանական քարոզիչները սկսել են խոսել, թե Կարապետյանի թիմը խնդրել է Պուտինին միջամտել, որպեսզի Սամվել Կարապետյանը հայտնվի ազատության մեջ։ Նախ սկսեմ նրանից, որ մենք որևիցե մեկին խնդրելու կարիք չունենք եւ չենք խնդրել բնականաբար, ինչ վերաբերում է այդ պնդմանը, հավանաբար իրենց արժինով են չափում եւ ուզում եմ հիշեցնել ձեզ ամիսներ առաջ Թուրքիայից եկած գործող իշխանությունների հասցեին եկած աջակցման այն խոսքերին արտաքին գործերի նախարարության մակարդակով արտաքին գործերի նախարարի մակարդակով եւ որ ուղղակի աջակցություն հայտնվեց ներկայիս իշխանություններին առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցության Թուրքիայից իրենք աջակցություն ստացել են, եթե իրենց արժինով են չափում, ապա ոչինչ այս հարցի առնչությամբ չեմ կարող ասել, ինչ վերաբերում է Ռուսաստանի նախագահի հայտարարությանը, այսպես պատասխանեմ, այսօրվա դրությամբ Հայաստանից հարևան պետությունների հասցեին հակասական հայտարարություններ են հնչում եւ բնականաբար մեր տարածաշրջանի պետությունները անհանգստացած են Հայաստանում եթե խոսում ենք Ռուսաստանի մասին, հակառուսական դրամատրությունների աճով եւ բնականաբար դրա մասին սկսել են խոսել, ինչ վերաբերում է մեր կողմից որդեգրված քաղաքականությանը, ապա մեր ուժը հավասարի հետ հարաբերությունները կառուցելու կողմնակիցն է եւ հավասարապես զարգացնելու է հարաբերությունները թե Միացյալ Նահանգների, թե Եվրոպական միության, թե ԵԱՏՄ պետությունների դեմս Ռուսաստանի եւ միության այլ անդամ պետությունների, թե մեր տարածաշրջանային պետությունների, ինչպես նաեւ մեր այն երկու հարևանների հետ, ում հետ մինչև հիմա ունենք չկարգավորված հարաբերություններ։ Քննչական կոմիտեն իր հրապարակումներում սկսել է ավելի շատ հիշատակել ձեր թիմի անունը, ձեր թիմակիցների անունը, միտեղ կաշառքի մասին են խոսում, միտեղ թմրանյութի օգտագործման մասին ձեր թիմակցի կողմից, գործերից մեկով էլ իբրև թե ձեր թիմակիցը պատրաստվում էր պայթեցնել այն անձի տունը, որը հրաժարվել էր ընտրությունների ժամանակ ձեր կուսակցությանը ձայն տալ։ Այս ամենը դիտարկենք որպես զուտ իրավական գործընթաց, թե ինչ է սա եւ ինչ դեպի ուր է տանում։ Կարմիկ ջան, այս իշխանությունները անցած 8 տարիների ընթացքում ինձ թվում է արդեն մեր հասարակությանը հաստրել են ցույց տալ, թե որ գործն է արժանահավատ, որ գործը ոչ եւ նման գործերի շինծու լինելու եւ ոչ անարժանահավատ լինելու հանգամանքին երևի ոչ մեկ չի հավատում եւ ինձ կարող եմ լրացուցիչ անգամ էլ բնականաբար մեկնաբանել, որ այս գործերը շինծու են, մոնտաժված են, սակայն ինձ թվում է դրա կարիքը չկա, քաղաքացիները ինքնին տեսնում են, ինչ պայմաններում են այդ գործերը հարուցվում, ինչպես այդ ամեն ինչը հետո ամիսներ շարունակվում եւ հետո ինչ որ X փուլում հանկարծակի կարճվում կամ պարզվում է, որ այն ինչ որ հարուցված է եղել իրականությանը չի համապատասխանում, ինչևէ հունիսի 7-ին ունենք ընտրություններ, հունիսի 7-ին Հայաստանի քաղաքացին պետք է կատարի ամենակարևոր ընտրությունը, ընտրի ուժեղ առաջնորդի, ընտրի ուժեղ տնտեսություն, ընտրի ուժեղ անվտանգություն, ընտրի ուժեղ խաղաղություն Հայաստանի հաջորդ վարչապետ ուժեղ առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ։
Դուք ձեր անվտանգության ռազմավարությունը արդեն հրապարակել եք, բայց պարզ չէ թե արտաքին քաղաքական դաշտում ինչ եք անելու, արտաքին քաղաքականության մեջ արդյոք սպասենք նաև այդպիսի մի ծրագրի հրապարակման։ Գիտեք, մեր անվտանգային ծրագրի բաղկացուցիչ մասը նաև վերաբերում է արտաքին քաղաքականությանը, մասնավորապես առաջին կետով, որ մենք խոսում ենք ուժեղ դիվանագիտության մասին, մանրամասն ներկայացված է, որ Հայաստանը ինչպես է կառուցելու իր արտաքին քաղաքականությունը, հավասար է հավասարին, արժանապատիվ եւ առանց միակողմանի զիջումների մենք տեսնում ենք, որ այսօրվա դրությամբ Հայաստանի իշխանությունները որդեգրել են միակողմանի զիջումների ճանապարհը, այր հարևանին միակողմանի զիջումներ կատարելով, բազմաթիվ զիջումներ անելով եւ նաեւ ներկայացրել ենք մեր տեսլականը հարևան պետությունների հետ հարաբերությունների կարգավորման մասով, խոսքը Ադրբեջանի մասին է, որ Երկու բառով, եթե մենք ունենք կարմիր գծեր, մեկը Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ինքնիշխանությունն է, որը որ կասկածի տակ առնվել չի կարող, երաշխավորների մասին մենք բազմիցս խոսել ենք, որ կարգավորման փուլում մեզ պետք են երաշխավորողներ, ընդ որում մեկից ավելին, եւ նաեւ խոսել ենք, որ այդ միակողմանի զիջումների էջը պետք է հայոց պատմության մեջ փակվի եւ ուժեղ առաջնորդը դա անելու է, բերելու է արժանապատիվ, հավասարի հարաբերություններ բոլոր հարևանների եւ բոլոր ուժային կենտրոնների հետ, բոլոր համաշխարհային եւ տարածաշրջանային գերտերությունների հետ։ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ Գառնիկ ջան հետաքրքիր զրույցի համար։ Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Տիգրան Աբրահամյանն էր Alpha News-ի տաղավարում։